ամբողջ աշխարհը բևեռված է Հայաստանի կողմ, ամբողջ աշխարհի մամուլը խոսում է Հայաստանից, այսքան բանը որ տենում լսում եմ, հիշում եմ խեղճուկրակ Լուկաշենկոյի խոսքը, որ ասում էր «Կому нужна Армения, кроме нас?» Հիմա, պարոն Լուկաշենկո, տեսնում ես, որ կամու нужно, ամբողջ աշխարհը այսօր Հայաստան է գալի, ամբողջ աշխարհի մամուլը այսօր Հայաստանից է խոսում, դա դե, որովհետև մեր երկրից արդեն պետության հոտ է գալի, այնքան պետությունը համով հոտով է, որ նույնիսկ բոլորն էլ ուզում են գան իշխանություն դառնան, բոլորն էլ ուզում են գան միլիարդատերերը, իրանց միլիարդները թողում են աշխարհի տարբեր ծայրերում, թեկուզ դատարկ ջեբով, բայց գան Հայաստան, որովհետև պետությունն է մարդուն հուսադրողը ամեն ինչը, եթե կա պետություն, ունես պետություն, ուրեմն ունես և հայրենիք, բայց ես այսօր մի ուրիշ բանից եմ ուզում խոսամ, ես են մարդիկ, որ ուզում են գան իշխանության ու հենց սկզբից ասում են գալու ենք, ասենք, գալու ենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնենք, գալու ենք թոշակառուների թոշակը բարձրացնենք, գալու ենք մի խոսքով, նման բաներով գալու են, ես անձամբ ես մարդկանց չեմ հավատում, ես նույնիսկ այն ժամանակ, որ Նիկոլն է ասել, եթե այդպես բաներ ասել, ես նրան էլ չեմ հավատացել, նման բաները արվում է ձեռի հետ, աշխատավարձ բարձրացնել, ես մի բան, են մի բան, ձեռի հետ է արվում, ես օրինակ կհավատամ այն մարդկանց, այն կուսակցությանը կհավատամ, որ երբ որ նա գա ասի, ժողովուրդ ջան, մենք գալիս ենք իշխանության, բայց մենք ձեզ ոչ մի բան խոսք չենք տալի, բացառապես մի բանից, որ մեր երկիրը սարքելու են գերհզոր պետություն, Իսրայելից էլ հզոր, Իսրայելի նման սկսելու ենք ժամանակակից զենքեր արտադրել, ոչ մի բան չենք խնայելու, նույնիսկ Իսրայելում այդ զենքերը, որ հորինում են, արտադրում են, այդ մարդկանց ներգրավելու ենք Հայաստան, Իսրայելում նրանց $1,000,000 են վարձատրում, մենք 2 միլիոն ենք վարձատրելու ենք, բայց բերելու ենք Հայաստան, կառուցելու ենք այդպես բաներ ենք կառուցելու, որ Հայաստանը դառնա գերհզոր պետություն, իրականում
աշխարհը բոլորը ոնց որ այսօր Իսրայելից ուզում է զենք գնի իր երկրի պաշտպանողության համար էս մի բան է, մենք դառնանք այդպես պետություն։ Երբեք ոչ մեկի խոսք չեմ տա, որ գալու եմ հեսա ձեր աշխատավարձները բարձրացնեմ, ես մի բան գալու եմ սրբիչի գործարան սարքեմ, գալու եմ եսի մինչ սարքեմ, ոչ, ես ասելու եմ ամբողջ հայ ազգը աշխարհի կենտրոնացնելու եմ Հայաստանում միայն Հայաստանը գերհզոր տերություն սարքելու համար, պետություն, գերհզոր, երբ դառնա գերհզոր պետություն, այն ժամանակ կարելի է եւ թույլ տալ ձերի հետ աշխատավարձեր բարձրացնել, ես մի բանել, մի բանել, հա, բայց միևնույն ժամանակ ես չեմ ասում, թե ես մարդկանց սովամահ եմ անելու, ոչ, ես հավասար արտոնություններ եմ տալու եւ նախարարին, եւ շինարարին, նախարարը չի ստանալու միլիոն ռուբլի, միլիոն դրամ թոշակ, նախարարն էլ ստանալու 46, 56, 86, 106 հազար դրամ, սովորական աշխատողներ, մարդիկ պետք է հավասար ապրեն, բայց երկիրը սարքեն գերհզոր պետություն, գերհզոր, ես այդպես մարդկանց կհավատամ, որ այդպես մարդ լինի իրականում խոսահասի, ես ասենց եմ անելու, ոչ թե սուտ բաներ խոսքա, լիշբը մի 100,000 ուսուցիչ ունեն գրան, ասեն, մեր աշխատավարձը բարձրացնելու են, մեզ մի 150,000 նպաստ են տալու, գնանք նրան ընտրենք, որ այդ նպաստը տան ապրենք, ես մի բան ենք բան, դա սաղ սուտ բաներ է, դա լրիվ խաբեություններ է, խաբկանքներ է, ով է պատրաստ Հայաստանը իրականում գերհզոր պետություն սարքի, ով է պատրաստում լինի նենց ղեկավար, որ կարողանա ամբողջ հայ ազգին իրակամքով ամբողջ աշխարհում դնի հարկի տակ, թեկուզ 1%, ես օրինակ Կրասնոդարում եմ ապրում, իմ աշխատավարձի 1%-ը ուղարկեմ Հայաստան, ավտոմատ, ոչ թե ոնց որ ասենք նալոգա, մուծվում է, գնում է անդե, այդ տենց ղեկավար, կա տենց մարդ է պետք, որ ասենք հայ կարելի է սրա համար ընտրել, դե հիմա, որ վերցնում ենք վերջի 35 տարին, լավա, թե վադա, երկրի համար Նիկոլից բացի ոչ մեկը չի արել, հիմա նայեք, ժողովուրդ ջան, երկու օր առաջ, էկոպարեկային սիստեմա էլ ստեղծեցին, չէ, լրագրողները փոխանակ առավոտից իրիգու, ցույց տան, որ պետությունը ինչ է անում այս պետության համար, էկոպարեկները ինչ են անելու այս պետության համար, անտառները, մեր ամեն ինչը, մեր ոսկին, մեր ջուրը, մեր ամեն ինչը հսկելու են, որ ամեն ինչը նորմալ վիճակում մնա, բայց մեր լրագրողները ոչ մի բան գնում են, ես մարդու հետևից ընկնում են, զոհված մարդու պատգամավորի հետևից են ընկնում, պղծում նրա շիրին, ես մի բան եմ, բաներով են զբաղված, հասկանում եք, ժողովուրդ ջան, այդպես մարդապետ, որ երկրի համար անի, երկրի համար մի բան անի, հիմա դա երկրի համար են արված, թե չէ, դե մեկ ասում է, ադրբեջանցիները գալու են մսկիթներ սարքեն, եսիմ ինչ անեն, են մարդը գնացել է հայկական 100 տարի առաջվա, որ փակված, պահես սարքած, եկեղեցին ամբողջովին վերականգնել են, գնացել են, օծում են, բացում են, փոխանակ ցույց տան, բոլոր լրագրողները, որ Հայաստանում ասես միջոցառում է կատարում, ժողովրդի պետության համար, լրագրողները սաղ զբաղված են ուրիշ բաներով, հասկանում եք, ինչ արվում է պետության համար,
ոչ մեկը սենց ջանասիրությամբ չի ասում։ Լսում ես հայկական լրագրողներին, պետության համար ինչ արվում է, ամեն ինչը վատ է, ամեն ինչը սենց է, ամեն ինչը նենց է։ Բայց ինչ որ մի թալանչի, ինչ որ մի շանվորդի, ինչ որ եսի մի ինչ որ մի տեղից մի բան ասում, նրանց ասածը առավոտից իրիկու լրիվ ինչքան լրատվականներ կա իրար մեկ մյուսի հերթ չտալով ցույց են տալի։ Իբր դա պետության համար մի ինչ որ բան է։ Հասկանում եք։ Լավ երբեք դուք հասցնելու սիրեք ձեր պետությունը, ձեր երկիրը, երբեք սիրելու ձեր պետությունը, ձեր հայրենասիրությունից եք խոսում։ Հայրենասիրությունը դուք ինչի հետ եք օրինակ։ Ժողովուրդ ջան, հայրը ում շատ փող ունի, ասում են հայրենասերա։ Ինչի համար ես ասում, հայրենասերա։ Գիտես թե իրա փողից քեզ մի քիչ տալու է գնաս մածուն առնես ուտես, հա։ Ով շատ փող ունի, վերջ, հայրենասերա, բարեր արա, էս մի բան է, է մի բան է, լավ էլի։ Ես մատների վրա հաշված, մարդիկ գիտեմ, որ հայրենասեր են, որ իրանց կյանքը իրականում տվել են հայրենիքի համար, մեր աչքի առաջ, մի քանի հոգի, մնացած, ով մեռավ, ով զոհվեց հայրենասերա, ով եսիմ ինչ եղավ, ողջ մնաց հայրենասերա, ով է մինը հերոսա, լավ էլի ձեր ցավը տանեմ։ Ինչքան կարելի է, ինչքան։ Այն մարդը իր երեխեն զոհվելեր են Գեգամ Նազարյանը։ Սկզբից բարկացած, Նիկոլին էլ անպատիվ խոսքեր ասեց, 1 տարի, 2 տարի, մեկ էլ զգաց է մարդը զգաց, որ իրան օգտագործում են։ Հիմա շատ բան որ չի ասում։ Ուզում եք ասի են մարդը, որ իրան գումարներ են խոսք տվել, որ դու միշտ տենց արա, տենց բաներ ասա, իրան գումարներ են խոսք տվել, հետո զգացել է, որ իրան փողով առնում են։ Ուզում եք ամեն ինչ այդ մարդը պարզ ասի, որ նոր հասկանաք։ Մարդը դարձի է եկել, անցակացել պետության կողմը, պետության համար է խոսում, պետության համար է մտածում։ Արդեն վատնա, հա, էլ հերոսի հայր չի։ Հա, տես բաներ ժողովուրդ ջան, ես նորից եմ կրկնում, ով կասի ես գալու եմ ամբողջ հայերին, այս ամբողջ աշխարհով, ես այս բաներ